Այս թանգարանում ամեն բան հիշեցնում է կապի զարգացումը Հայաստանում, թե ինչպես տապիկին փոխարինելու եկավ բջջայինը, իսկ անգույն հեռախոսներին նոր սերնդի կասեք սմարթֆոնները։ Բայց սմարթֆոն կապի թանգարանում ինչ խոսք չեք գտնի, իսկ այ 2G-ով աշխատող հեռախոսներին շուտով կավելանան 2G սերնդի ալեհավաքներն ու ցանցային սարքավորումները։ 2G-ի մասին այսուհետ կհիշեցնի միայն այս թանգարանը։ Նոյեմբերի 15-ից Թիմ Թելեկոմ Արմենիան տարածաշրջանում առաջինը կանջատի 2G-ն։ Այս քայլով ընկերությունը օպտիմալացնում եւ արդիականացնում է բջջային ցանցը ամբողջ Հայաստանում։ Իրականում սա ոչ թե միայն անջատում է, այլ մի շարք ռազմավարական փոփոխություններ եւ մեր երկրի եւ կապի ոլորտում, որովհետեւ 2G ցանցի օգտագործած այն ռեսուրսները, որ այսօր օգտագործում են ռադիոհաճախականային, էլեկտրոէներգիայի, տարածքային եւ մի շարք այլ ռեսուրսներ եւ մարդկային ռեսուրսը, որը սպասարկում է այդ ցանցը, ամբողջությամբ անջատումից հետո փոխակերպվելու է 4G եւ 5G տեխնոլոգիաների մեջ։ Կապի որակի բարելավումը որևէ կերպ չի ազդելու սակագնի վրա, թիմի ղեկավար Հայկ Եսայանն է ընդգծում։ Ընկերության հաշվարկներով 60-ից 80 հազար հաճախորդ 2G-ից է օգտվում։ Հենց այս բաժանորդների համար թիմը հեռախոսի փոխարինման հատուկ առաջարկ ունի։ Այն բաժանորդներին, որոնք վերջին 3 ամիսներին օգտագործել են միայն 2G ցանցում աշխատող հեռախոսներ, ընկերությունը հնարավորություն կընձեռի ստանալու նոր տեխնոլոգիաներով աշխատող բջջային հեռախոսներ։ Կարծում եմ մենք ճիշտ ուղղությամբ ենք գնում եւ այն ռադիոհաճախականային տիրույթը, որը օգտագործում են 2G-ին, 4G-ում եւ 5G-ում գրեթե 150 անգամ ավելի էֆեկտիվ օգտագործում են ապահովելու եւ ամենակարևոր կտորներից մեկը դա մեր անվտանգության կտորն է։ Մենք գիտենք, որ անվտանգային տեսանկյունից անվտանգ ծառայություններ ստանալը շատ կարևոր է, ավելի կարևորվում է տարեց տարի։ Շատ երկրներում 2G եւ 3G ծառայությունները կասեցվում են միաժամանակ։ Հայաստանում կդադարի գործել միայն 2G-ն, երկրորդ սերնդի բջջային ցանցը, որն արդեն 30 տարվա կյանք ուներ, եւ ճիշտ ժամանակն էր զիջել տեխնիկապես ավելի հզորներին, ապահովելով բջջային կապի եւ ինտերնետի ավելի հուսալի ու արագ հասանելիություն։ Թիմի այս քայլը ողջունելի են համարում հատկապես կիբերանվտանգության մասնագետները։ Սամվել Մարտիրոսյանն այն համոզմանն է, որ 2G-ի զարգացման ճանապարհին անվտանգության հարցերն այդուհանդերձ քչերին է հետաքրքրել։ 2G կապը անվտանգության տեսանկյունից բացարձակ ոչ մի մեջը տար չունի, ոնց որ բաց կապով սարից սար գորալով խոսես։ Հատկապես սահմանամերձ գոտիներում դա նշանակում է, որ մարդիկ երբ որ խոսում են 2G-ով, սահմանից այն կողմ այդ ամեն ինչը շատ հեշտ վերցվում է օդով եւ լսվում է ու դա նշանակում է ոչ միայն որ օրինակ հեռախոսազանգերն են լսվում։ Դա նաեւ նշանակում է որ ճանապարհին SMS-ներն են կարողանում կարդալ։ Իրականում SMS-ները շատ կարեւոր անվտանգային բնույթ ունեն, որովհետեւ դուք դրանց միջոցով եք օրինակ հաստատում ձեր WhatsApp-ի հաշիվը, Viber-ի հաշիվը, բանկային գործարքների գաղտնաբառերն են գալիս գնում։ Ինչքան անվտանգությունը բարձրացնես 4G, 5G-ով, եթե տակը մեկը խոցելի ոնց որ հիմք է դրած, դու հաստացի անընդհատ աշխատում ես այդ խոցելի հիմքով։ Նորագույն տեխնոլոգիաները պետք է ճիշտ ժամանակին ներդնել, օպտիմալացնել այն, համոզված են թիմում։ Ընկերությունն առաջինն է պատրաստ կրելու այդ պատասխանատվությունը, նորարարական լուծումներն էլ ավելի հասանելի դարձնելով բաժանորդներին։ Այս քայլով հնարավոր կլինի արդիականացնել բջջային ծածկույթը, բարձրացնել ցանցի արդյունավետությունն ու էականորեն բարելավել ծառայությունների որակը։ Թիմի ցանցերի վերազինման զարգացման առաջընթացը շարունակվում է ամեն օր։ 2G-ի անջատման արդյունքում ազատված հաճախականությունները, ենթակառուցվածքները, սարքավորումներն ու ծրագրային ռեսուրսները թույլ կտան կարճ ժամանակում էապես ընդլայնել նոր սերնդի ցանցերը, այդ թվում 5G-ին, որը հասանելի է Երևանում եւ ընդամենը օրեր առաջ գործարկվեց Գյումրիում։ Գերարագ կապի աշխարհագրությունն աստիճանաբար կընդլայնվի Հայաստանի խոշոր քաղաքներից հասնելով մինչև հեռավոր գյուղեր։